Ավելի քան 3 տարի քննության առնելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման օրենքի սահմանադրության համապատասխանության հարցը Սահմանադրական դատարանը ապրիլի 16-ին որոշում է հրապարակել։ Ինչպես է մեկնաբանվել օրենքն ու արդյոք խնդրահարույց կողմեր կան։ Մանրամասները տեսանյութում։ Երկարատև դադարից հետո Սահմանադրական դատարանը հրապարակեց ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի վերաբերյալ որոշումը, այն ըստ էության Սահմանադրությանը համապատասխան համարելով։ ՍԴ-ն տարանջատել է ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթները, սակայն չպետք է սահմանափակվել որոշման եզրափակիչ հատվածով։ Ինչպես Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանն Իրավաբան նետի հետ զրույցում նշեց, միայն այդ հատվածը խոսուն չէ առանց պատճառաբանական վերլուծական մասերի։ Հիմնվելով ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման մասին օրենքի ընդունման հիմնավորումների վրա, Սահմանադրական դատարանը արձանագրում է, որ օրենքը այդ ինստիտուտը ներդրվել է երկու նպատակով կարևորագույն՝ կոռուպցիայի դեմ պայքար եւ հանցավորության դեմ պայքար։ Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը Սահմանադրական դատարանի որոշման այս հատվածի վերաբերյալ նշում է, բարձր դատարանը կարողացել է թիրախային անդրադառնալ օրենքի այդ նպատակներին։ Եթե վերլուծենք, առաջի դեպքում խոսքը վերաբերվում էր պաշտոնատար անձ հանդիսացող սուբյեկտներին, այսինքն պետական ծառայողներին, որոնք հանրային ծառայության մասին օրենքով հայտարարագիր են ներկայացնում, իսկ երկրորդը վերաբերվում էր բոլոր քաղաքացիներին, այդ թվում նաև պաշտոնատար անձանց։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանը մեկ այլ դիտարկում է անում, նշում բարձր դատարանի կողմից այս տարանջատումը պայմանական է կատարվել, քանի որ կոռուպցիան ևս հանցավոր երևույթ է։ Անկախ նրանից, որ օրենքը ներդրվել է 2020 թվականին, Հայաստանի անկախացումից ի վեր պաշտոնյաներին արգելված է եղել կատարելու որոշակի գործողություններ, որոնք ուղղված են կոռուպցիոն մեխանիզմների կիրառմանը։ Ոչ պաշտոնատար անձանց դեպքում Սահմանադրական դատարանը ավելի բարձր շեմ է պահանջում, ուրեմն վարույթ իրականացնող մարմնից, դա կլինի դատախազությունը, թե արդեն դատարանը գույքի բռնագանձման համար եւ նախատեսում է, որ գույքը կարող է բռնագանձվել, եթե դա որոշակի հավանականությամբ Սահմանադրական դատարանի ընտրած բառամթերքն է, որոշակի հավանականությամբ ծագել է հանցավոր գործունեության արդյունքում։ ՍԴ որոշումից կախված իրավագիտար պրակտիկայում կողմերի միջև կարող են առաջանալ այլ խնդիրներ ևս։ Օրինակ, եթե պաշտոնատար անձը մինչև պաշտոն ստանձնելը ձեռք է բերել գույք, այնուհետև պաշտոն ստանձնելուց հետո վաճառել է այն եւ ստացված միջոցներով գնել նոր գույք, արդյոք դա կարող է բռնագանձման առարկա դառնալ։ Եթե գույքը ձեռք է բերվել այնպիսի միջոցներով, որոնք ստացվել են մինչև պաշտոնը ստանձնելը առկա գույքերից, այսինքն ինչ որ գույք է եղել մինչև պաշտոնի ստանձնումը, օտարվել է պաշտոնը ստանձնելուց հետո, կամ գույք է եղել մինչև պաշտոնի ստանձնումը, որից եկամուտներ, պտուղներ են, այսինքն դա կլինի ավանդի տոկոսներ, վարձավճարներ եւ այլն, այսինքն ինչ որ ձևով գոյացել են մինչև պաշտոնը ստանձնելը առկա գույքերի օգտագործումից, այս գույքերը, այս միջոցները, այս դրամական միջոցները եւ այդ դրամական միջոցներով ձեռք բերված գույքերը չեն կարող բռնագանձման առարկա հանդիսանալ։ Վենետիկի հանձնաժողովը Հայաստանի համար տրված խորհրդատվական կարծիքում մի շարք կարևոր հարցադրումներ է կատարել, որոնցից առաջինով ուշադրության է հրավիրել ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման կանխավարկածին։ Արդյոք այն համապատասխանում է մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ստանդարտներին։ Եթե մենք ընդհանուր վերլուծում ենք, նաև Սահմանադրական դատարանը վկայակոչել է Վենետիկի հանձնաժողովի այդ պարզաբանումներին, մենք տեսնում ենք, որ ընդհանրապես սա գույքի դեմ ուղղված կառուցակարգ է, այլ ոչ թե անձի, սա INREM համակարգ է, դեռևս 2016 թվականին ես հակակոռուպցիոն խորհրդում այս հարցը զեկուցել եմ եւ առաջարկել եմ, որ Հայաստանում կիրառվի այս ինստիտուտը։ Կարեն Զադոյանը պնդում է, էական նշանակություն ունի մյուս հարցը, որը վերաբերում է ապացույցների արդարացի բաշխմանը, այն հանգամանքին, թե դրանք որքանով են համապատասխանում եվրոպական չափորոշիչներին։ Սահմանադրական դատարանը որոշակի կերպով ոչ ամբողջապես նաև անդրադարձել է այս երկրորդ հարցադրմանը, այստեղ կարծում եմ, որ կա բաց, որը օրենսդրորեն պետք է կարգավորվի, դա վերաբերվում է մանրակրկիտ կարգավորմանը անհասանելի ապացույցի հետ կապված հարցերին եւ բարեխիղճ գույք ձեռք բերողի հարցերին, տվյալ
այս կառուցակարգի ապօրինի գույքի բռնագանձման կառուցակարգի շրջանակներում։ Արդարադատության նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի խոսքով կան վիճարկվող այլ դրույթներ, որոնց դեպքում սահմանադրականության հետ կապված խնդիր չի արձանագրվել, սակայն որոշմամբ նշվել է որոշակի անհստակություններ կան, որոնք պետք է թողնել օրենսդրի կարգավորմանը։ Դերևս ամենակարևոր հանգամանքը, որը շատ վիճարկվում է եւ շատ է քննարկվում եւ նաեւ Վենետիկի հանձնաժողովն է այդ հանգամանքին անդրադարձել, դա ուսումնասիրության տևողությունն է, ժամկետը, այսինքն այն ժամանակահատվածը, որը գույքի ձեռքբերումից հետո կարող է դեռևս պետական մարմինների կողմից, տվյալ դեպքում դատախազության կողմից ուսումնասիրության առարկա հանդիսանալ եւ այն ժամանակահատվածը, որը գույքի ձեռքբերելուց հետո դեռևս գույքը ենթակա կարող է լինել բռնագանձման։ Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով դատավարական պրոցեսում կողմերի միջև մշտապես առաջանում է օրենքի հետադարձության վերաբերյալ խնդիրը։ Վենետիկի հանձնաժողովն ընդգծել է, պետք է տարբերակել անցյալում տեղի ունեցած իրավահարաբերությունը, որն ավարտվել է, եւ մյուսը, որը սկսվել է անցյալում, սակայն ներկայում եւս շարունակվում է։ Սահմանադրական դատան նաև մի այդ նախադեպեր վկայակոչելով ցույց է տալիս նաև Վրաստանի օրինակով, որ այդպիսի նախադեպ կա, որ այնտեղ էլ հարաբերությունը սկսվել է, բայց ինքը համարել է, որ դա շարունակվել է ներկայումս, այսինքն ապօրինի գույքը ձեռք է բերվել, բայց այդ դրությունը ներկայումս կա, այսինքն շարունակական է, ու այստեղ կա հանրային արդարացիչը, որ այդ ոչ օրինական ապօրինի գույքը պետք է արդարացի կերպով վերադառնա Հայաստանի Հանրապետությանը։ Հաջորդ դրույթով Վենետիկի հանձնաժողովն անդրադարձ է կատարել այն հարցին, թե երբ մեղադրական դատավճիռներ են լինում, դրանից հետո ինչ ժամկետներ են սահմանվելու գույքի բռնագանձման հայցի ներկայացման համար։ Այստեղ խոսքը ապօրինի գույքի մասին է եւ չի կարող հետադարձ ուժ կիրառվել։ Սահմանադրական դատարանը պատճառաբանում է, որ ոչ թե անձի իրավական դրությունն են վատթարացնում, իր օրինական իրավական դրությունը չի վատթարացվում։ Խոսքը գնում է ապօրինի գույքին եւ ապօրինի գույքը պետք է հնարավորություն լինի ընթացակարգերով հետ վերադարձնել պետությանը կամ ընթացակարգերով պատասխանող կողմը պաշտպանի իր գույքը ցույց տալով, որ դա ձեռք է բերել օրինական միջոցներով։ Անդրադառնալով հակակոռուպցիոն ռազմավարությամբ նախատեսված այն կետերին, որոնք վերաբերում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման ինստիտուտի կատարելագործմանն ու արդիականացմանը, Արդարադատության նախարարի տեղակալը նշեց, օրենսդրական բարեփոխումների համար նոր գաղափարներ կան, սակայն նախարարությունը նպատակահարմար է գտել դրանք կյանքի կոչել այս որոշումից հետո։ Առաջին հերթին մեր կողմից ուշադրության առարկա պետքա դառնան հենց Սահմանադրական դատարանի կողմից թիրախավորված կետերը, որոնք թեպետ սահմանադրականության տեսանկյունից խնդրահարույց չեն դիտարկվել ուղղակիորեն, բայց Սահմանադրական դատարանը ուշադրություն է հրավիրել դրանց ճիշտ պրակտիկայի ձևավորման առումով։ Դրանց շարքում նախարարությունը դիտարկում է նաև արդեն բռնագանձված գույքերի տնօրինման հետ կապված օրենսդրական կարգավորման հարցը, ինչը ըստ հակակոռուպցիոն ռազմավարության գործողությունների ծրագրի պետք է իրականացվեր նախորդ տարի։ Այս առումով, քանի որ ժամանակը քիչ է, պետք է մեծ կենտրոնացում, մեծ համախոհություն եւ արդարադատության նախարարությունը պետք է շատ արագ գործի, պետք է ոլորտի հակակոռուպցիոն մասնագիտական կառույցների ներուժի, այդ թվում Իրավաբանների հայկական ասոցիացիայի, Հայաստանի քաղաքացիական հասարակության կազմակերպությունների հակակոռուպցիոն կոալիցիայի, այդ թվում փաստաբաններին համախմբող կառույցի փաստաբանների պալատի, առանձին փաստաբանների, որոնք զբաղվել են այս գործերով, գիտական, կրթական հաստատությունների ներկայացուցիչների համախոհությամբ եւ ներգրավմամբ արագ վերհանեն վերահիշյալ խնդիրները եւ մշակեն տվյալ ակտերը։ Նշում է մեր զրուցակիցն ու հավելում, որ առկա է բռնագանձված գույքի կառավարման միջազգային փորձ։ Ճանապարհը պիտի լինի մեկը, հանրությունից գողացված գույքն ու եկամուտները պետք է ծառայեն իշահ հանրության։ Օրենսդրական բացերի ու ՍԴ որոշումից հետո նոր կարգավորումների մշակման համար Արդարադատության նախարարությունը պատրաստ է համագործակցել մասնագիտական քաղաքասարակության կազմակերպությունների, փաստաբանական համայնքի, իրավասու այլ մարմինների հետ։ Մենք չենք սահմանափակվելու միայն
պետական մարմինների տեսակետը լսելով կամ միայն հասարակական կազմակերպությունների տեսակետը։ Մենք տրամադրված ենք եւ վստահաբար այդպես էլ կազմակերպենք, լսենք բոլոր կողմերի տեսակետները եւ համոզված եմ, որ դրա արդյունքում ավելի լավ արդյունք կունենանք։ Սահմանադրական դատարանի որոշումը իբրև նոր հանգամանք իր ազդեցությունն կունենա արդեն ուժի մեջ մտած դատական ակտերի, դեռևս քննության փուլում գտնվող գործերի դեպքում։ Այո, որոշ հարցեր կմնան եւ որոշ հարցեր դեռևս բազմաթիվ քննարկումների եւ բանավեճերի առիթ կհանդիսանան, բայց այն, որ շատ ավելի որոշակի է ինստիտուտը արդեն, քան մինչև այդ որոշումը, դա փաստ է եւ դա միանշանակ ավելի լավ պայմաններ է ստեղծելու կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում։ Սահմանադրական դատարանի որոշումից հետո կարծում ենք, որ շատ հայցադիմումներ պետք է արդեն պահանջների մասով փոփոխվեն, որոշ հայցադիմումներ պետք է հետ վերցվեն դատախազության կողմից կամ մյուս կողմի միջնորդությամբ դատարանը ավարտի այդ գործերի քննությունը։ ՍԴ որոշման հրապարակումից հետո դեռևս հստակ չի կարող կանխատեսվել այն ինչպես կկիրառվի պրակտիկայում, ինչ ազդեցություն կունենա Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարի համատեքստում։ Մասնագիտական համայնքի մի մասը շարունակում է պնդել, որ որոշումը թերի է, իսկ մյուս մասը բավարար է համարում օրենքի այս մեկնաբանությամբ գործերի քննությունը։